Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր, յուրաքանչյուր աշխատանքային երեկո, բարև ձեզ, դուք միացել եք Երկրի թիվ 1 թոք շոուին։ Քրիստինե Սահրադյանն իրեն հիշում է 2-3 տարեկանից, բայց առանց ծնողների ու գունավոր մանկության։ 23-ամյա Քրիստինեն այսօր միայնակ է ապրում և անգամ ցանկություն էլ չունի կապ հաստատել ծնողների և հատկապես մայրիկի հետ։ Քրիստինեի ֆիլմ հիշեցնող կյանքի բոլոր մանրամասներն ու անհավանական դրվագներն այսօր Երկրի գլխավոր թոք շոուի տաղավարում։ Կյանք ֆիլմի դրվագներով, կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորում ենք մեր հյուրին, նա ունի անուն, բայց չունի ազգանուն։ Պարզենք ինչում, Քրիստինեն է գալիս կիսաբաց լուսամուտներից ներս դիմավորել։ Բարի երեկո Քրիստինե, տարօրինակ է, որ դուք 21 տարեկան եք ու դեռևս չունեք ազգանուն։ Ինչպես է ստացվել, նախ այդ ինչ ընտանիքում եք ծնվել, որը նման տեսակ կարգավիճակի է ձեզ բերել հասցրել։ Ես ընտանիք չունեմ, հավորս չեմ տեսել, մայրս էլ 2 տարեկանում լքել է գնացել է։ Եկեք հասկանանք, թե ով է ձեր հայրը, եթե որոշակի գոնե ինֆորմացիա ունի։ Չի պատմել մայրիկը երբեք նրա մասին։ Որ հարցնում եմ, չի ասում։ Ինչ է ասում, ինչ է պատասխանում։ Ոչ մի բան, մեռել է կամ չկա, կամ գոռում է, թեման փոխում է։ Տատիկ, պապիկ, բարեկամներ, կողքից ինֆորմացիա։ Հայրական կողմից ոչ մի բան չունեմ։ Որևէ մեկը ձեզ չէր ասում, թե դուք որտեղից եք սերված, ինչ կերպ է տեղի ունեցել։ Հայրական կողմից ոչ մեկին չեմ տեսել։ Մայրիկը ամուսնացած եղել է։ Չէ։ Հա, այսինքն ապօրինի կապի միջոցով է տեղի ունեցել։ Ինչով է զբաղվում ձեր մայրիկը։ Անբարոյականությամբ։ Անբարոյականությամբ։ Դրա պատճառով էլ ձեզ 2 տարեկանում թողել է։ Իր ասելով թողել է գնացել է, որ աշխատի։ Ահա։ Բայց չի իմացել ինչ աշխատանքի համար է գնում։ 2 տարեկանում ձեզ որտեղ է թողել։ Իր ընկերուհու մոտ։ Եվ ուր է ուղևորվել։ Դուբայ։ Հիմա 21 տարեկան եք, հա։ Այո։ Լավ, Դուբայից այդ արտագնա, այսպես ասած, աշխատանքի ժամանակ դες այդ կապի մեջ էր, հետաքրքրվում էր ձեր որպիսությամբ, ուր եք, ինչ եք, ոնց եք։ Ընդհանրապես չեմ իմացել իր մասին ոչ մի բան։ Իսկ դպրոց ձեզ տարել է մայրիկի ընկերուհին, Տիկին Ամալյան։ Չէ, դպրոց ես 9 տարեկան հասակում եմ գնացել, երբ որ մայրս եկել է արդեն։ Ուրիշի անձնագրը, պասպորտ ծննդականով։ Այսինքն դուք չեք էլ ունեցել ծննդական։ Ծննդա բերել է տանը ձեզ մայրիկը։ Չէ, ասում է հիվանդանոցում, բայց փախցրել է այնտեղից։ 9 տարեկան մինչև ինչ տեսակ էր ձեր կյանքը դասավորվում։ Մայրիկի ընկերուհու հետ 2 տարի եմ ապրել, շատ վատ կարգավիճակով։ Ծեծում էր, դե որ մամաս ասել է փող կուղարկեմ, չի ուղարկել, ինքն խմում էր, մուրը ինձ այնց էր հանում։ Ծեծում էր։ Որևէ մեկը կողքից չէր տեսնում, թե ինչ է կատարվում ձեր ընտանիքում։ Չկային հարևաններ, չկար մարդ, որ օրինակ ասեր, Բալիկ ջան, ինչի է քո մոտ այս վիճակը։ Կային, բայց ինքը ասում էր, ես եմ պահում իմ գործն է, ոչ մեկը գործ չունեք։ Ֆիզիկական բռնությունը ինչ տեսակ էր, կարող էր միայն ապտակել, թե իրականում բառի բուն իմաստով ծեծում էր։ Ծեծում էր։ Գալիս էր ամեն օր տուն, խմած է լինում կամ մի բան ունես չէ լինում, ծեծում էր։ Մի անգամ էլ գիշերով եկավ դուռը ծեծեց, չէի բացում, քնած եմ եղել։ Ուշ բացեցի, ծեծել էր, թևը սոլորեց, ջարդվավ 2 տեղից։ Դուք 2-ով էիք ապրում։ Չէ, ապրում ենք ես, ինքը ու իր 2 տղաները։ 2 տղաներ, ձեզանից մեծ էին։ Այո։ Նրանց հետ հարաբերությունները ինչպիսին էին։ Նրանք էլ փոքր էին, էլի տարիքով փոքր էին, բայց նորմալ էր։ 2 տարի հետո ինչ է տեղի ունենում, ինչու է մայրիկի ընկերուհու տանից դուրս գալիս կամ ով է։ Որտեղս կոտրվում է, ահա։ Այդ մայրիկիս ընկերուհին ինձ տանում է աշտարակ։ Չի կոտրվում, կոտրում են, ոնց որ հասկանում եք։ Ահա։ Տանում է աշտարակ իր բարեկամի մոտ, որ սարքի։ Տեղը գցի։ Այդ ժամանակվանից հետո մնացել եմ աշտարակ։ Ուր ես մնացել աշտարակում։ Իր բարեկամն է պահել մեծացրել։ Ահա։ Ալվարդը։ Բարեկամ ասվածը ո՞րն է, այսինքն չգիտեմ, ամեն օր հնարավոր է ինչ-որ մեկին բերել, ասել բարև ձեզ, սա իմ ընկերուհու երեխան է, պահել խնդրում եմ։ Չէ, իր բարեկամուհին, որ գալիս էր իրանց տուն, ինձ տենում էր, շատ էր ասում, տուր տանեմ, պահեմ, մեղք այս երեխեն, ինքը ասում էր, չէ, ինձ են վստահել, ես կպահեմ։ Հետո որ թևս կոտրեց,
մյուս օրը տարավ իրանց տուն, իրանց բարեկամը սնխ չէր, որ թևս գցեր տեղը։ Դրանից հետո էլ չի տարել հետը, մնացել եմ Ալվարդենց տունը։ Իսկ ինչպես էր դասավորում արդեն տիկին Ալվարդենց տանը քո ճակատագիրը, կյանքը։ Ավելի լավ, քան ընկերուհու տանը մայրիկս։ Չէին ծեծում։ Չէ։ Լավ են պահում։ Միշտ իրա հետ էի, ինձ ոչ մեկ չէր նեղացնում։ Կարևոր էր, զգում քեզ ինչու։ Մայրիկդ ընդհանրապես կապի մեջ չէր ձեզ հետ։ Չէ, 7 տարի կապի մեջ չի եղել։ Հիշում էիր մայրիկի Չէ, դեմքով ես գոնե։ իրան չեմ հիշել։ Եկել է 7 տարի հետո պատահական ինձ ասելա, որ ես իրան աղջիկն եմ։ Հիշում ես օրը։ Հանդիպումը հիշում ես։ Հա, եկել էին քաղաք Ալվարդի հետ։ Իրա այդ մի հատ ծանոթի տուն էինք եկել։ Ինքը եկավ այնտեղ, ասեց ես քո մայրիկի ընկերուհին եմ, իրա մոտից եմ եկել։ Ինչ բերեմ, որ մյուս անգամ գամ։ Ես էլ ասեցի մամա չունեմ, մամաս մահացած է, ինքը սկսեց լացել։ Դրանից հետո ասեց, որ իմ մայրն է։ Իսկ հնչեց քո կողմից հարց թե մայրիկ ջան, տարիներ շարունակ դու ուր էիր, ինչի չէիր հետաքրքրվում, ի վերջո նույնիսկ բույսը, որը պիտի աճի, ջրելու կարիք է ունենում։ Հարցրեցի, պատասխանեց, որ տարել են այնտեղ, պասպորտը ճղել են, որ չկարողանա հետ գա։ 4 տարի նստած է եղել, որ բանձնագիր չի ունեցել այնտեղ։ Դրա համար չի հետաքրքրվել։ Հավատացիր մամայի պատմությանը։ Ոչ։ Իսկ մայրիկը երբ Երևան վերադարձավ արդեն Հայաստան, ինչ կերպ դասավորեց իր կյանքը, ինչպես էր շարունակում։ Ես ինչպես հասկացա, բացի քեզանից նաև նա եկավ Ալվարդենց տուն հյուր, հա։ Հա, դրանից հետո չէի գնում իր մոտ։ Ահա։ Չէի ուզում իր հետ ապրեի, հետո ասեց, որ չգաս իմ հետ ապրես, ես կբողոքեմ միլիցիայությանը, որ իրանք զորով քեզ պահում են, ինձանից զրկում են։ Ես որ մարդկանց չվնասեմ, գնացել եմ իր հետ ապրելու։ Հետո ժամանակի ընթացքում Ալվարդի տղան ոնց որ հավանում է իրան, բերում է իրանց տուն հարս որպես։ Դրանից հետո էլի չի համակերպվում, թողում գնում է։ Չի սիրում, որ իրան ազատության է ձգտում։ Ալվարդի տղան քանի տարեկան էր։ Այդ ժամանակ մայրիկս մեծ է, ես չգիտեմ կոնկրետ քանի տարեկան է։ Իսկ նա գիտեր, թե ինչով է մայրիկը զբաղվել, ինչ հնագույն մասնագիտության տեր է։ Իմացել է, հա։ Երևան վերադառնալուց հետո շարունակում էր նույն գործով զբաղվել։ Այո, միջև որ եկել աշտակ, այդ ժամանակ չէ, հետո որ թողե գնացել է, նորից զբաղվել է։ Այսինքն համ ամուսնացավ, համ շարունակում էր լինել մարմնավաճառ։ Ամուսնությունից հետո, որ չմնաց, թողեց գնաց։ Չդիմացավ։ Իսկ ինչքան դիմացավ։ Մոտ 1 տարի երևի։ Այդ 1 տարվա ընթացքում ամեն ինչ կարգին էր ձեր մոտ։ Այո։ Լավ, ինչպես էր մայրիկդ քեզ վերաբերում արդեն վերադարձից հետո։ Ինչ պլաններ ունեիք, չգիտեմ, ինչպես ընդունեցիր մամային։ Ժամանակի ընթացքում ընդունեցի, որ չունեի, ուրիշները լավ էին ապրում, ես չունեի ոչ մի բան, հետո ինքը եկավ ինձ լավ էր նայում, մինչև 14 տարեկան իր հետ եմ ապրել։ Հետո մի օր դպրոցից հանեց, ասեց պիտի փսակվես։ Քանի տարեկանում։ 14 տարեկան։ 14 տարեկանում դեր մայրիկը որոշեց, որ դուք պիտի ամուսնանաք։ Այո։ Ինչի։ Որովհետև իր ընկերուները ասել էին, որ ես կույս չեմ։ Բայց դուք։ Ես կույս եմ եղել։ Ասեցի, որ տանի բժշկի, բայց ասեց չէ, եթե այնտեղ խայտարակ լնեմ, չտարավ։ Շատ հետաքրքիր է ձեր մայրիկի գործը եւ ձեր մայրիկի մտածելակերպը ճիշտ հակառակն են իրարից ապացուցում։ Ասում են, չէ, անբարոյականը առաջինն է ասում անբարոյական դիմացինին, որպեսզի հանկարծ իր վրա նման տեսակ լույս չընկնի։ Փոքրիկ դադարից հետո դուք վերջապես կտեսնեք այդ տիկնոջը։ Նա ժամանակ առաջ կիսաբաց լուսամուտների տաղավարում կիսասրբի դեմքով պատմում էր, թե ինչպիսին է նա եւ ինչ պատմություն ունի կյանքի։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են, ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին եղջանկություն, goodbye։
Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Նա ով իրականում բարեգործություն է ուզում անել, երբեք չի փնտրի տարբերակ դա չանելու համար։ Դուք դիտում եք Կիսաբաց լուսամուտները, վերադառնալով տաղավար, հիշեցնում եմ ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կաթության մեջ են եւ ձեր օգնության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին տեսնում եք էկրանի ներքևի հատվածում, կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգահարեք մեր թեժ գիծ +374 60 50 33 17։ Քրիստինա 14 տարեկանում ձեզ որոշում է ամուսնացնել, ձեզ գոնե ծանոթ տղամարդ էր, ով էր, ինչպես ընտրությունը։ Այդ տղամարդուն 18 տարեկան էր, Ալվարդի եղբոր որդին էր։ Ալվարդենց ընտանիքից հեռու չէիք գնում։ Ամեն ինչ տեղի էր ունենում նրանց բարեկամական շրջանակներում։ Տեսել էիք, շփվել էիք երբևէ տղայի հետ։ Փոքրուց ծանոթ ենք, իրար հետ մեծացել ենք, որ ինձ պահում էր ինքը, բայց ընդհանրապես որպես քուրու աղբոր կարգավիճակով, տենց ենք մեծացել իրար հետ։ Իսկ կարգավիճակը, որով պիտի շարունակեիք նրա հետ ապրել, ձեզ չզարմացրեց։ Զարմացրեց ու շատ նեղվեցի, բայց մայրս դասավորել էր, քեռնես ասել էր, որ փախցրել են ինձ։ Ասեց, էլ ուրիշ տարբերակ չունես, արդեն սաղին ասել եմ, սաղին պիտի գան հարսանիքի։ Մի շաբաթ հետո հարսանիք են արել։ Ձեր մայրիկի որ ընկերուհիներն էին համոզել եւ ինչ ինֆորմացիայի արդյունքում էր, որ պնդում էին, որ դուք սեռական կյանք եք ունեցել 14 տարեկանում։ Ես ասացի, որ տանի բժշկի, բայց չտարավ։ Ասաց, ամաչում եմ, քո պատճառով հայտարարակ չեմ լինելու, պիտի պսակվես ու վերջ։ Լյուդվիկը, երբ որ ամուսնացավ ձեզ հետ, դեր ներողություն մանրամասների համար, դեր առաջին ամուսնական գիշերը տեղի ունեցավ։ Որոշակի ապացույցներ եղան, որ դուք մայրիկի ընկերուհիների հավաստիկներին ճիշտ հակառակն եք։ Ճիշտն ասած, ես այդ օրվանից հետո, որ պիտի լիներ ինչ որ եղել էր, ես հանել էի պրասցինը տակիցս։ Ես չգիտեի, ինձ ոչ մեկ չէր ասել ինչ պիտի լինի։ Ցել էի լվացքի մեջ։ Իրանք տարան կարմիր խնձոր, բայց ասացի, որ տենց են արել, որ խայտարակ չլինեն։ Ինձ լավություն են արել իրանց ասելով։ Ու ոնց դասավորվեց 14 տարեկան աղջկա ամուսնությունը, մանավանդ որ դուք ասում եք ձեզ համար հարսանիք են արել։ Այո, հարսանիք, հարսիշորը։ Սկզբից սովորական էր, նորմալ, դե իմ համար անսովոր էր։ Իմ համար խաղերը դրսի ընտանիք մտնելը մի քիչ։ Դուք որ դպրոցում եք սովորել։ Աշտարակ գիշերօթիկ դպրոցում։ Լավ, ինձ հետաքրքիր է գիշերօթիկի ղեկավարությունը ուշադրություն չի դարձնում, անկախ են հանգամանքին, որ ձեզ ուրիշի ծննդականով են տարել, իդեպ ում։ Մայրիկիս ընկերուհու աղջկա ծննդականով։ Ինչ անուն ազգանունով եք։ Մայա Ալավերդյան։ Ձեզ դպրոցում Մայա էին ասում։ 14 տարեկանում, երբ որ ձեզ ամուսնացնում են, այդ հաստատության ղեկավարություն չի հետաքրքրվում։ Դուք ուր եք, 14 տարեկանում ուր կորաք։ Մայրիկս դպրոցից հանեց, ասաց, որ ուրիշ դպրոց է տեղափոխում իրանց։ Ու էլ չեմ գնացել դպրոց, ամուսնացրել է։ Ու կողքից ոչ մեկ չտեսավ, որ դուք 14 տարեկանում։ Չէ, դե ոչ մեկ չէր խառնվում։ Որքան տևեց Լյուդվիկի հետ ամուսնությունը։ 6 ամիս։ Իսկ ինչի 6։ Չի համակերպվում։ Ինքը, չգիտեմ, իր հետ աշխատում էինք ֆերմայում։ Իր ուր է գնացել, իր հետ եմ եղել։ Հետո որ չէի սիրում, իր հետ, չգիտեմ, չէի կարող համակերպվել, թողեցի գնացի։ Ուր։ Գնացի մայրիկիս տուն։ Գնացի մայրիկիս տուն, քանի անգամ հետ եկա, որ ասեց տանի տուն, չգնացի։ Իր հետևից մայրիկս էլ ասեց, որ չես հետում, ինչ անեմ, զորով չեմ ուղարկելու մնա։ Այդ ժամանակահատվածում գնացինք մի հատ տաքսիով իմ շոյերը բերելու ծանոթ մարդ էր։ Ժամանակ անցավ այդ մարդու հետ եմ ապրել։ Ուղղակի որ մայրիկիս հետ չապրեի, այդ մարդը առաջարկեց, որ իր այդ որպես կին իրան ապրեմ հետը, 2 տարի 6 ամիս հետ մարդու հետ ապրել եմ։ Այսինքն Լյուդվիկից փախնում եք առաջին պատահած տաքսիստի մոտ։ Չէ, չեմ փախնում, ժամանակի ընթացքում
Որքան տևեց այդ ժամանակը, ինչքան բաժանում էր Լուդվիգից մինչև երկրորդ տղամարդը։ Ամիս ու կես։ Քանի տարեկան էր այդ տաքսիստը։ 35, Իսկ դուք 15, Որտեղից էր այդ տաքսիստը։ աշտարակից։ Ծանոթ էր ձեզ։ Մայրիկիս էր ծանոթ։ Ծանոթ էր, ինչ նկատի ունեք։ Դե Պարզապես որպես տաքսի։ Ահա։ Հետո այդ մարդը ասաց, որ չեմ ուզում, որ մորդ հետ մնաս, մորդ կյանքը շարունակես, որ գիտեմ, որ մնաս, պիտի այդ կյանքը շարունակես։ Դուք հաճախ եք լինում տաքսիում, թե նա ձեր Չէ, տունն ինքը էր։ մեր տուն էր գնում գալիս։ Ահա։ Դες որոշեցինք, որ պիտի իր հետ ապրենք։ Ճիշտ է, մայրս համաձայն չէր, բայց ես որ իր հետ չապրեմ, գնացի այդ մարդը հետ։ Ձեր տուն ինչ պատրվակով էր գալիս։ Դե շուշուտ է, ճիշտն ասած, իր ընկերը մամայիս ընկերն էր։ Դրա համար էլ գալիս է։ Իրականում այսօրվա վերնագիրը ավելի քան պատկերում է ամբողջովին այն իրավիճակը, որը կա կյանք ֆիլմի դրվագներով, որովհետև սա չի կարող իրականություն լինել, ինձ թվում է։ Քրիստինա ջան, դուք լրիվ ճիշտն եք ասում հիմա։ Այո։ Անկեղծ եք։ Այո, Լրիվ ոչինչ չեք թաքցնում, ոչ, չեք ստում։ ոչ։ Իսկ երբ 14 տարեկան ձեր մայրիկը իրեն ուղով ճանապարհեց, հա, իրեն ուղին ցույց տվեց, այսպես ասած ամուսնացրեց։ Դուք անչափահաս էիք, չէ՞։ Այո։ Ոչ մեկը դրա մասին չէր մտածում։ Ոչ մեկ չխառնվեց, որովհետև ինքը ասեց, ես իմ աղջիկը։ Ինքը փախել է, ասաց, որ ես փախել եմ։ Լավ, Փախչել եմ։ ձեզ անընդհատ նա ընդունում էր, հետո ամուսնացնում էր, հետո դուք միտեղ լավ եք, միտեղ վատ եք զգում, դուք ինքներդ ինչու որևէ բան, որևէ տեղ չդիմեցիք։ Տեսեք, ասում եք քերիներս, ուրեմն կային չէ այդ մարդիկ։ Այդ ժամանակ որ Հա, այդ մամաս ժամանակ ասեց, որ չկային։ չէ, ասեց, որ Գիտեք, ձեր փախչել է։ Սավանի պատմությունը ինձ բոլորովին չի հետաքրքրում, բոլորովին, բայց դուք ասում եք մայրիկս կասկածում էր, որ ես կույս եի։ Եվ աղջիկը դրա պատճառով ամուսնանում է փաստորեն, եւ հետո Սավանը վերցնում լվանում է։ Դրա համար եմ ես հարցնում, սիրելիս, դու ճիշտ ես խոսում։ Այո։ Ինչու ես լվանում, չէ որ դա քո միակ փաստն Ես է։ չեմ լվացել, ուղղակի գցել եմ լվացքի մեջ։ Դե բալիկ ջան, հիմա էլ ուրիշ կերպ ես խոսում։ Չէ, ես ասացի, որ գցել եմ լվացքի մեջ։ Չէ, լվացքի իրականում չասեց լվացել եմ, ասեց գցել էի լվացքի մեջ։ Ինչ ճիշտ է արտահայտությունը ամբողջովին նույնն է կրկնում։ Խնդիրն անում է, որ տրամաբանությունն է փորձում Տիկին Հովհաննիսյանը պարզել, որ եթե այդ տարիքում աղջիկը գիտեր, թե ինչումն է խնդիրը մոր եւ իր հարաբերությունների եւ ամուսնության, ապա հենց այն ապացույցները, որոնք որ պետք է նրան ջրի երես հանեին, մոր սխալ վարքը եւ իր ազնվությունը, ինչու նա չի տրամաբանել այդ գործողությանը դիմել, ոչ թե դրան հակառակ գործողություններ Քրիստա, անել։ դուք գիտեիք, որ դա է Ինձ ապացույցը։ ոչ մեկ ոչ մի բան չի սովորացրել։ Ես Եթե քեզ այդ փոքր տարիքում, որ պետք չէր անել, մայրը քեզ բացատրել է, թե դա ինչ է եւ դու հասկացել ես ու պահանջում ես տար ինձ բժշկի, առանց բժշկի տանելու դու արդեն կարող ես ապացուցել, որ քո մայրը ոչ միայն սրիկայաբար է քեզ հետ վարվում, այլ նաեւ բացարձակ ապօրինի քրեորեն պատժելի ձևով ստիպողաբար քեզ ամուսնացրել է։ Սա է խնդիրը։ Լավ, մի պա ասենք ընդունենք, եկեք ընդունենք, մի պա լավ չի հասկացել, չի գիտակցել, կանայք ասեն, Արյան հետքը այդքան հեշտ մաքրվում, հա։ Մասնագետները այստեղ Չի պատասխանեցին։ մասինա խոսքը։ Ես այդքան էլ համենայն դեպս չեմ ուզում կենտրոնանալ այդ կուսաթաղանթ լինել չլինելու, բայց ձեր համար գուցե վերլուծություն անելու համար դա կարևոր է։ Անցնենք այդ թեման, ես ուզում եմ հենց հիմա մի տեսանյութ առաջարկել, բայց մինչև տեսանյութը ուզում եմ հասկանալ, ժամանակ առաջ ձեր մայրիկը մեր տաղավարում էր եւ հենց այստեղ պաշտպանում էր մի այլ երիտասարդ աղջկա շահեր, ում մեղադրում էին անբարոյական լինելու մեջ։ Դուք ճանաչում եք այդ աղջկան, ում մասին խոսում է։ Ինչ կապ ունեն նրանք իրար հետ։ Դե իր ընկերու աղջիկն է, մամայիս ընկերու աղջիկն է, մոր մայից հետո այդ աղջիկը ամուսնացել է այդ իր ամուսնու հետ։ Իրենց ի՞նչն է կապում հիմա։ Իրանց չգիտեմ։ Ես իրանց հետ չեմ շփվում։ Հիմա չգիտեմ ինչն է իրանց կապում։ Աշխատանքը էլի երևի։ Երևի։ Այդ աղջիկը ժամանակին նորմալ է եղել։ Հիմա մամայիս հետ է։ Պարզ է, ինչով է Ինչ է նշանակում մայրիկի հետ է։ Իրար հետ են, միշտ իրար հետ են լինում։ Իրար հետ են դուրս գալիս, իրար հետ են ներս մտնում։ Համատեղ բիզնես ունեն։ Լավ, մայրիկը ինչով է Փողոցում։ զբաղվում հիմա։ Անբարոյականությամբ։ Որտեղ պատահի։
Որտեղ ճիշտն ասած միշտ իրան հոկտեմբերյանի մայրուղու վրա ենք տենում։ Ես առաջարկում եմ հիմա նայենք էկրաններին, պարտքի դիմաց թողարկման շրջանակներում Անահիտը Սահարազյան, ձեր մայրիկը, խոսում էր ահա թե ինչի մասին։ Լիլիթը մեծացել է մեր աչքի առաջ։ Ու ես ինձ վատ բան չեմ տեսել Լիլիթիկից, հետո ես ստեղ չէի, Ռուսաստան էի, երբ եկա իմացա Լիլիթիկը ամուսնացել է Գարիկի հետ։ Հետո հարցրեցի, բա ոնց եղավ որ ամուսնացար, ասեց մաման մահացավ, դե ոչ մեկի խնամքի տակ չէի կարա մնայի, ստիպված էի ամուսնանալ, որ ինչ որ մեկը ինձ պահեր։ Մենք բոլոր հարևաններով մոր մահից հետո վատ բան չենք նկատել։ 17 տարեկանում ամուսնացել է ընտանիք է կազմել Գարիկ Հարությունյանի հետ։ Շատ սիրով ամուսիններ են եղել ու ոչ մի սխալ բան չեն նկատել, որի համար բոլոր հարևանները ստորագրում են համատեղ կյանքով ունեցել են 3 երեխա։ Որպես հարևան ես եմ նկատել, որ ամուսինը կնոջը ծեծել է, ստիպել է, որ ես փրկում եմ դու ես քեզ։ Եթե ես պետք է մեռնեմ, դու էլ հետ ես մեռի։ Ուր ես եղել Լիլիթ մի ամիս։ Ֆիլասո, ինչ տեսել է, այն էլ սովորել է։ Ինքը ինձ չի տեսել։ Դե տեսել է որ սովորել է։ Այ որ դու լավ սկսեցիր իր համար, դու պահպանել իրաց պահել Իմ ամուսինը Գարիկին։ Ոչ թե գնայր Ռուսաստան։ Բայց տղայիս ու փուչուր տղայիս երևի 3 տարեկանն ա եղել փուչուր տղես, որ մեծացե պահելա։ Գարիկը իրան պապայաս է։ Երբ որ քո տղեն վերցրեց գնաց գոմում աշխատելու, դուք որտեղ էիք։ Որտեղ էր աշխատում։ Գոմում աշխատելու։ Այսպես ձեր մայրիկը փորձում էր պաշտպանել նրան, երբ մեղադրվում էր այդ աղջիկը սկեսուրի կողմից, անբարոյականության մեջ եւ այլնի մեջ։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է, մանավանդ որ եթերից հետո էլ մեզ մոտ ամեն ինչ պարզ էր, հարևաններից երկրորդը մուկ մազերով Տիկին Սրբուհին պատրաստ էր գալ եթերում ներողություն խնդրելու, որ ինքը ստել է պարզապես, երբ չէր ասում, որ իրականում թե իր հարևանուհին եւ թե երիտասարդ աղջիկը ում շահերը պաշտպանում էին անբարոյականը եւ ամեն ինչ պարզ է։ Ձեր մայրիկը հիմա ինչ է ձեզանից ցանկանում։ Ինչ, որպես ինչ է, ով է ներողություն ձեզ վերաբերվում։ Ես իր այդ 8 ամիսա չեմ շփվում, ընդհանրապես կապ չունեմ։ Ոչ զանգում եմ, ոչ իմանում եմ ուրա, ոչ մի բան չգիտեմ իր մասին։ Ինչի խզվեցին ձեր հարաբերությունները։ Ինչի, որովհետև ես 3-րդ անգամ թախա, այդ մարդուց որ եկա Երևան, բաժանվեցի եկա, քեռիս պահեց 3 տարի, ինձ։ 3-րդ ամուսնությունը ինչի տեղի ունեցավ, որովհետև երկրորդի պատճառը բաժանության Գուրգենից որն էր։ Ոչ մի բան, ուղղակի մայրս մերոնց համոզեց, քեռնես համոզեց, որ տարիքով մեծ է, ապագա չի ունենա, խելքը համոզեք, թող մնա էլ չէ թե այդ մարդու մոտ։ Գուրգենի հետ որքան ապրեցիք։ 2 տարի 6 ամիս։ 2 տարի 6 ամիս ապրեցիք, հետո սկսեց համոզել ձեր մաման։ Միշտ կռիվ էր գցում, միշտ ինձ ասում էր իր այդ գործ չունես, իր այդ ապագա չունես, իրանից թող արի լավ կպահեմ քեզ, չէի գնում։ Հետո գնացի քեռուս ստենալու, քեռուս երեխան ծնվել էր, չէի տեսել։ Գնացի իրանց տուն քեռուս ստենալու նոր տարվան։ Էլ չթողեցին որ գնամ աշտարակ։ Ասացին մեծ է, քեզի պետք չի, խելոք ապրի։ Ես զարմանում եմ, որ ձեր ընտանիքի անդամները հիշում են ինչ-որ կարևոր պահեր կամ որոշակի չի կարելիների, միայն երբ որ բանը բանից անցած է լինում։ Իրանք իմ հետ չեն շփվել, որ ես այդ մարդու հետ էի ապրում։ 3 տարի իմ հետ չեն խոսացել։ Մինչև իրանց տուն գնալը, նորից որ ես գնացել եմ։ Եվս մեկ դադար, որից հետո կիսաբաց լուսամուտները կփորձի պատմության ամբողջ ճշմարտությունը պարզել մեր եթերում։ Ինչ է պատասխանելու մայրիկը փոխադարձ մեղադրանքներին, կիսաբաց լուսամուտները կգա հետ մի քանի րոպեից։ Կյանք ֆիլմի դրվագներով կիսաբաց լուսամուտներից ներս։ Եթե նոր եք միացել մեր ընթացքին, ապա ծանոթացեք այսօրվա թեմային։ Քրիստինե Սահարազյանն իրեն հիշում է 2-3 տարեկանից, բայց առանց ծնողների ու գունավոր մանկության։ 23-ամյա Քրիստինեն այսօր միայնակ է ապրում եւ անգամ ցանկություն էլ չունի կապ հաստատել ծնողների եւ հատկապես մայրիկի հետ։ Քրիստինեի ֆիլմ հիշեցնող կյանքի բոլոր մանրամասներն ու անհավանական դրվագներն այսօր երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Կյանք ֆիլմի դրվագներով, կիսաբաց լուսամուտներից ներս։ Քրիստինա, լավ, երկրորդ ամուսնությունը եւս չստացվեց, հիմա փորձում եք 3-րդ անգամ։ 3-րդ ընտրությունը ում վրա է կանգ առնում։ Ալվարդի տեքրոշ տղան։
Դուք հասկանում եք, դուք հիմա ծիծաղում եք, ինքներդ ասում եք ու ծիծաղում եք։ Ալվարդի ընտանիքից ոնց որ հասկացա իմ քիչ առաջվա արած ակնարկը, որ հերու չէիք գնում, ամբողջովին ճշմարտություն է։ Ինչի ընտրեցիք Ալվարդի տեքրոջ տղային։ Չգիտեմ, տենց ստացվեց։ Ոնց ստացվեց։ Դե զանգում էինք, խոսում էինք իրար հետ։ 3 տարի ես քեռուս հետ եմ ապրել, հետո 3 տարի հետո որոշեցի, որ գնամ Ալվարդին տեսնեմ։ Ահա։ Զանգեցի, ասացի տենան ոնց է, ոնց չի, ասաց, որ մի քիչ վատառողջ է։ Ասացի լավ, կգամ կտենամ, բայց մերոնցից թաքուն, մերոնք չեն թողում, որ էդ հայ իրանց տուն, չեն թողում էդ հայ աշտարակ։ Ձերոնք նկատի ունեք։ Քեռներս չեն թողում էդ հայ աշտարակ, ոչ թե իրանց տուն չէ թայ, այլ որ նորից չէ թայ այդ մարդու հետ։ Իսկ ձեր քեռիները մայրիկի հետ շփվում էին։ Այդ ժամանակ առ ժամանակ, այդքան չէ։ Գիտեին ինչով է մաման զբաղվում։ Գիտեին։ Դա նորմալ էր։ Չէ, նորմալ չէ։ Միշտ իրանց հեռու են պահել մամայից։ Ուղղակի որ ես չէ թամ իրան մամայի շարքերը չընկնեմ, քեռս տայել է իրանց տուն, որ ես իրանց հետ ապրեմ։ Ոնց ստացվեց, որ միավորվեցիք Հովանեսի հետ, սկսեցիք ամուսիններ լինել։ Դե մի անգամ գնացի աշտարակ ծնունդ, Ալվարդի տղայի ծնունդն էր։ Գնացի ծնունդ, այդ օրը Հովանեսը ասեց՝ մնա, էլ չես գնում։ Տենց որոշեցինք, որ պիտի մնամ։ Զանգեց մերոնց ասաց, ես փախցել եմ, չեմ թողում էլ գա։ Հետո կգամ կտենամ ձեզ սաղիդ։ Ու դրանից հետո մյուս օրը մերոնք եկան, որ ինձ հետ տանեն, չգնացի։ Ու 5 ամիս իր հետ ապրել ենք։ Ինչու այդքան քիչ։ Ինչու, որովհետև չէր աշխատում, ես էի աշխատում։ Իսկ մինչ իրար հետ ապրելը չգիտեիր, որ չի աշխատում, այն ժամանակ աշխատում էր։ Չէ, չէր աշխատում, բայց չգիտեի, որ այդ կարգավիճակի է։ Չէր աշխատում։ Չէր աշխատում, ծեծում էր։ Չէր պահում, իր համար միևնույնն էր, ես որ ժամին տուն կգայի, գնում էի աշխատանքի, աշխատանքում աման լվացող էի աշխատում։ Ինքը չէր գալի տուն, բերում տաքսի էր քշում։ Քրիստինա ջան, անընդհատ քո մոտ խնդիրներ էին եղել, որտեղ մնալ, որտեղ ապրել, հետևաբար ում հետ ապրել։ Բացի այդ հարցադրումներից, ուրիշ ցանկություն քո մոտ երբեք չի առաջացել։ Օրինակ, կյանքդ արմատական փոխել։ Իսկ որպեսզի կյանքդ փոխվի, ինչ պիտի անեիր։ Դու ինչ պիտի անես հիմա, որպեսզի քո կյանքը փոխվի դեպի լավը։ Ես հիմա պիտի մեր անձնագիրից հարցը առաջնեմ։ Չէ, անձնագիրը թողնենք, պարզ է, բայց ինչ քայլեր պիտի անես դու։ Պիտի սովորես, Աչիկո ջան։ Պիտի աշխատես եւ սովորես։ Եվ այլևս չուզենաս ամուսնանալ։ Մի ուզի ամուսնանալ։ Հովանեսի հետ 5 ամիս ապրելուց հետո մենք որոշեցինք հետաքրքրվել ի վերջո այդ ընտանիքում ձեր ինչ էր կատարվում եւ միակ մարդը ով պատրաստ էր քո մասին խոսել սկեսուրդ է, երրորդ սկեսուրը տիկին Սոֆյան Խեմչյան, ահա թե կիսաբաց լուսամուտներին ինչ էր տիկին Սոֆիկը պատմում հեռախոսի միջոցով։ Իմ հարցն է եղել, իմ տղեն թամբալ է, ճիշտ ասած աշխատող չի, ինքն էլ տեսա, որ գլուխ չի անում, դենց թողեց դուրս եկավ գնաց, ասեց ես որ պիտի աշխատեմ տղամարդն ուտի, էլ ես որպես ինչ եմ իր համար։ Ես այնքան խնդրեցի, որ աղջիկ ջան, ոչինչ ես ու դու իրար հետ ջանք ասենք, ջանքը լսենք, ասեց չէ, ես գնամ գիշերն աշխատեմ, բերեմ ուտի քնի, բա ինքն չի համար է ինձ համար, մենակ գիշեր համար։ 60 տարեկան կնիկ եմ մոնասման մեր ջան, հելի ինձի ջուր տուր, խմեմ, հելի ինձի ես տուրուտեմ, են տուրուտեմ։ Ես այմ հեռախոսը լծյարի, ինքը աշխատող է, Քրիստիկը չի սիրում նստել, դաժե որ նստի սիրտը կկայնի, հելի պդի հելի մի բան դզդզի անի։ Հալա միցև հիմի շակխած անավես կեքնա, արել, դրել, մաքրել, թամուզ, դասավոր է, տվել է ինձի գնացել է։ Քրիստիա, դուք անընդհատ նույն տեսակ ընտրություն եք կատարել տղամարդկանց հարցում եւ զարմացել եք, որ ձեր ընտրությունը այնպիսին չէ իրականում, ինչպիսին որ դուք երազել եք կամ ուզել եք։ Շատ լավ խոսքեր է ձեր մասին ասում նախկին սկեսուրը, հա, որ խնդրել է նույնիսկ ձեզ մնալ, որ գուցե դուք էլ ապրեիք միասին ու ամեն ինչ լավ լիներ։ Ուղղակի իր տղան չէր փոխվում։ Ես շատ փորձեցի,
Ես գնացի աշտարակ, որ ինքը գա աշտարակ, գոնե իր հայրիկը, որ իրա վրան կարողանում է։ Ես ուզում եմ դուք լսեք նաև այն տիկնոջը, ում տեսանյութը քիչ առաջ նայում էինք, ձեր մայրիկի տիկին Անահիտին։ Աթը ինչ կերպ է ձեր կյանքը պատմում նա, ինչ է նա հիշում ձեզանից։ Ինչ պատճառով ես իրան հաստանի քարեցի, իմացա, որ ինքը այդ տողից քնել էր, ես բնեցի ամուսնացրի իրան։ Ասի որ տենց է, եթե դու կարող ես առանց ինձ զգուշացնելու սխալ քայլեր անես, ուրեմն դու պետք է տողից ամուսնանաս։ Այդ տղեն համաձայնվել էր։ Ասաց, հա ես կամուսնանամ, ես եմ իր ազատությունն առել, ես կամուսնանամ իր հետ։ 15 տարեկան։ 15 տարեկանից ինքը ինձ մատերիվա ֆրցնում է։ Ինքը ամուսնացած բաժանված էր։ Մի հատ տղու առավ։ Քրիստիկաց այդ տղուն չառնես, ինքը լավ տղա չի երևում։ Ես հարսանիքով, ամեն ինչով իրան առաջի հարսանիքով ճանապարհ էի դրել, այդ մարդու այդ տղու հետ չհաշտվեց, երկրորդ անգամ ամուսնացավ չհաշտվեց, երրորդ ամուսնացավ չհաշտվեց, այսինքն որպես ծնող ես ինչքան կարամ ներեմ։ Որպես մայր ես իր ապագան բացատրել եմ, որ իր ձեռքերի մեջ է։ Ինքը այնքան հասուն աղջիկ է, այնքան հասկացող աղջիկ է, որ ինքը այդքան իմացելուց հետո մենակ ինքը պետք է հասկանար, որ գիտես ինչ կա։ Իմ մաման ասում է, ուրեմն ճիշտ է ասում։ Ուրեմն չի կարելի մարդից մարդ առել, որը մեկ է չհաշտվեցի, մեկ է չգիտեմ եսի ինչ, մեկ է չգիտեմ եսի ինչ։ Վերջին անգամ որ ինքը ամուսնացավ այդ տղու հետ, մենք ընդհանուր եղբայր, իմ երեք եղբայրներն էլ ասին, որ ինքը քեզ մարդ չի լինելու։ Ասես ձեր գործը չի, ինչի մեզ չլսեց։ Հետո ես որոշեցի իրան բերեցի, տվեցի եղբայրներից էին իրան պահում, ախպերներից խաբեց, թե հետո գիշերը սմենի եմ, գործ եմ։ Գնաց ու տուն չեկավ։ Ինչ բարկացած է ձեր մայրիկը ձեզ վրա։ Որովհետև չեմ գնում իր հետ ապրելու։ Միշտ զանգում է, ասում է արի մետ ապրի, որ գնացել է, նոր է գնացել։ Ասում արի մետ ապրի, չեմ գնում։ Իսկ ինչի չեք ապրում իր հետ։ Չեմ կարողանում։ Ինչն է խանգարում ձեզ։ Մենք իր հետ չենք հաշտվում, միշտ վիճում ենք, միշտ ես իր հետ չեմ կարողանում։ Ինչն է խանգարում։ Կենցաղային պայմանները, դուք սիրում եք մաքուր ափսեներ, նա կեղտոտ է թողում։ Ինչն է խանգարում։ Բնավորությունը, ինչն է։ Երևի բնավորության հետ, որ մենք իր հետ չենք համակերպվում։ Իր մասնագիտությունը ձեզ չի խանգարում։ Խանգարում է։ Ես շատ եմ գլուխս կախում իր մասնագիտության պատճառով։ Սաղին պարտ կա, աշտարակ սաղ պարտքերը թողել է, ով ինձ տենում է, ասում է, այս անոյի աղջիկն է, կանգնացնում եմ պարտք են ուզում։ Ես դրա համար չեմ, իր այդ ասում եմ կապ չունեմ, իմ հետ ոչ մեկդ գործ չունեք, ես իր հետ չեմ շփվում։ Եթե հիմա ձեզ առաջարկ անի, նույն կերպ եք ընդունելու հետ գնալը մայրական։ Ահա թե ինչ առաջարկ է նա ձեզ անում եւ առհասարակ ինչպես է վերաբերում ձեր իրեն հետ ապրել չապրելուն։ Ինքը թող մոռանա, որ ինքը մայր ունի, գոյություն ունի, որտեղ ինքը կանավ ինձ ասես դու իմ համար մեռել ես, այսինչի համար եմ մեռել, որ երբ եկել ես կոշիկ ես ուզե առել եմ, շոր ես ուզե առել եմ, հիմա ես քո համար վատ մայր եմ, հա։ Եթե որպես ծնող իմ ասածը ինքը չպետք է ընդունի, ինքը իմ ասածը չպետք է հարգի, որպես ծնող ինձ չհասկանա, ավելի լավ է թող դառնա քուչի բոմժ։ Ես եմ ամուսնացած բաժանված եղել, նոր եմ ամուսնացել, ես 40 տարեկան եմ, իր տարիքի չեմ, ինքը իմ տարիքին չի, որ իմ հետ ոտ մեկնի։ Ես թույլ չեմ տալի, որ իմ երեխեն, ուրիշների երեխեքի պես քուչեկը տրասեքին կանգնի։ Ես կանխում եմ, իսկ ինքը այդքանը չի ուզում հասկանա։ Շոր ուզե եկել ասա մամա, շոր չունեմ առել եմ, սապոկ չունեմ, ես այդ լավ մամա եմ իր համար։ Ես մենակ հագուստի վախտեմ իրան պետք։ Ես չեմ պատրաստում իր համար նկարահանվելու։ Թող ինքը մոռանա իմ մասին, թող մոռանա իմ գործի մասին։ Ինչ կուզի թող գնա անի։ Հեսա իր քերին էլ իր պետքան ինչ որ պետք կա, ինչ որ ունեն ասելու կապ է։ Կարող եմ ոտերը իր ջարդել։ Սա չեմ ուզում նույնիսկ մեկնաբանել ձեր մայրիկի ասածները։ Շատ տխուր է իհարկե իրավիճակը, որ ծնողը նման բան է ասում, դուք էլ ծիծաղում եք։ Գիտեք, ցավ պետք է ապրեք, որ իհարկե ձեր կյանքում չի հաջողվել ծնող ունենալ։ Խր դա այնքան սուր բան է, յուրաքանչյուրը երազում է լավ ծնող ունենա, յուրաքանչյուրը երազում է լավ երեխա լինի։ Տվյալ դեպքում ես չեմ պատկերացնում, դուք ինչու եք ժպտում։ Ինչ անեմ, բա։ Հիմա դուք որտեղ եք ապրում, Քրիստինե։ Որտեղ եք ապրում դուք Աշտարակում։ Միայնակ, աշխատում եք։ Աշխատում էի, բայց հիմա չեմ աշխատում։ Բա ինչպես եք ապրում։ Ես քանի օր գործից դուրս եմ եկել։ Գիշերն էի աշխատում։ Ինչու։ Որովհետև գնացի 2 օր առաջ աշխատանքի համար կարաոկեում։ Գիշերվա աշխատանք առաջարկեցին։ Ուղղակի որ մի օր պրակտիկա մնացի, մյուս օրը ազնագիր ուզեցին որ գնամ,
Ասացի չունեմ, ասես չեն կարող ընդունենք առանց անձնագրի։ Ձեզ մոտ երբեք չի եղել բացի աշխատանքից ուրիշ խնդիր անձնագրի հետ կապված։ Եվ չգիտեմ, վիզաների վարչություն, ոստիկանություն դիմել եք ձեզ մերժել են անձնագրային։ Ոստիկանություն չեմ դիմել, գնացել եմ հիվանդանոց, որի արխիվները, գնացել եմ մարդու իրավունքների կենտրոն։ Իրավունքների կենտրոնից ասացին, որ պիտի գնաց հիվանդանոցից թուղթ բերես, որ դու այնտեղ ես ծնվել, որ մենք կարողանանք ինչ-որ բան անենք։ Ես գնացի հիվանդանոց, պապիկիս հետ եմ գնացել հիվանդանոց, մայրական պապիկիս հետ։ Բայց ասացին չկա, արխիվները 20 տարի առաջվա արխիվները այրվել է։ Եթե դուք անձնագիր ունենաք, ըստ ձեզ ձեր կյանքը ինչ-որ մի կերպ փոխվելու է, դուք վերջապես հասկանալու եք դուք ով եք եւ ինչ կերպ է պետք շարունակել։ Դե որ անձնագիր ունենամ, կմտնեմ այդտեղ կսովորեմ, նորմալ աշխատանքի կմտնեմ։ Ոչ թե մատուցողու աշխատանք եմ կատարում։ Մատուցողի աշխատանքը պետք չի նման որակի որակական հատկանիշների, որովհետև կապ չունի մատուցող ես, նախարար ես, թե պատգամավոր ես, կարևորը մարդը մարդ լինի։ Փոքրիկ դադարից հետո կիսաբաց լուսամուտները կվերադառնա տաղավար հասկանալու համար, թե ինչպես կարող է դասավորվել 21 տարեկանում արդեն մեծ կյանքի փորձ ունեցող աղջկա ճակատագիրը։ Հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կյանք ֆիլմի դրվագներով այսօրվա մեր թողարկումը կարծես ֆիլմ լինի, կամ համենայն դեպս որոշ դրվագներ են դա հիշեցնում։ Վերադառնալով հիշեցնում եմ ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին, մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների բարեկեցության համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգահարեք մեր թեժգից +374 60 50 33 17։ Լիլիթ, հարցին օրինական լուծում տալու ճանապարհը ո՞րն է, եթե կարելի է միասին այն անցնենք, գոնե հենց հիմա վերացական։ Կարծում եմ առաջին քայլը, որ պետք է մեր տիկինը աներ, դիմեր ոստիկանություն։ Տվյալ դեպքում չի դիմել ոստիկանություն, արխիվից միայն փաստաթղթեր վերցրել, մայրը կենդանի է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մայրը հրաժարվում է։ Հրաժարվել ինքը դեռևս դատարանը պետք է որոշի, ինքը պետք է հայցադիմում ներկայացնի դատարան, որպեսզի մայրական իրավունքներից կամ որևէ կողմը հրաժարվում է։ Տվյալ դեպքում նման փաստ առկա չի, իրականում մայրը կա եւ բնականաբար ունի հավանաբար ծննդական, պարզապես թե ինչու չի
տալի, չգիտեմ, տվյալ խնդիր, այնքան էլ բարդ խնդիր չի, պարզապես առաջի քայլը, դուք կարող եք գալ Լիվաման միջազգային իրավաբանական կենտրոն, մենք ձեզ կաջակցենք, կդիմենք ոստիկանություն եւ բնականաբար կփորձենք ձեր անձնագիրը վերականգնել։ Ուղղակի ավելի մեծ խնդիր պետք է ունենան ձեր դպրոցի տնօրինությունը եւ այն բոլոր հաստատությունները, որ ձեզ ապօրինի առանց անձը հաստատող փաստաթղթի եւ առանց բժշկական համապատասխան փաստաթղթի, որ դուք լիարժեք առողջ եք, ձեզ ընդունել են աշխատանքի։ Շատ լավ, ես հուսով եմ, որ մենք շատ կարճ ժամանակում կկարողանանք լուծել այդ անձնագրի հարցը, բայց անկեղծ ասած Քրիստիան, որևէ կերպ վստահ չեմ, որ ինչ որ էական տեղաշարժ ձեր մտածելակերպի, պահվածքի, կյանքին նայելու առումով փոխելու է անձնագիրը։ Նարե, իսկ դուք։ Մենք միշտ իհարկե հասկանալի է մարդկայնորեն, որովհետև ցավոք բոլորս էլ մարդ կենթանատեսակին ենք պատկանում, փորձում ենք անձնավորել եւ հասկանալ ովքեր կարող են լինել մեղավոր, պատասխանատու եւ ինչ է հնարավոր անել։ Բայց եթե մենք կողքից նայենք իրավիճակին, ստացվում է, որ ես հիմա ցանկացած մեկի երեխային կարող եմ ձեռքից վերցնել, տանել ինչ որ մեկի մոտ թողնել, հետո դրան վերցնել, տանել թողնել մեկ այլ տեղ, տանել դպրոց, մանկապարտեզ, տարբեր տեղեր եւ բացարձակ ոչ ոք այդ երեխայի ճակատագրով հետաքրքրված չի։ Ինչ է դա նշանակում, որ նրան նույն հաջողությամբ կարելի է վաճառել, բաժանել օրգանների, դրդել մարմնավաճառության, այսինքն այս իրավիճակը դեռ ամենալավն է, որը մենք տեսնում ենք, որովհետև իրականում նա հիմա պետք է իսկապես քրեորեն պատժելի տար լիներ, իր վարքով, տեսածով եւ ոչ մի տարօրինակ բան չկա։ Միևնույն է, ուշ չէ, մանավանդ մարդն արդեն չափահաս է եւ ես հասկանում եմ, որ ենթադրաբար դուք եւս ունենալու եք սերունդներ, ուստի գոնե այսօր պետք է դուք անձամբ, ուրիշ ոչ ոք այլևս դա անել չի կարող, զբաղվեք ձեր ճակատագրով այնպես, որպեսզի ձեզնից հետո եկող սերունդները ձեր կողմից թողնված չարժանանան առնվազն նույն ճակատագրին։ Ձեզ հաջողություն։ Իդեպ 3 տղամարդկանցից երեխա չունենալը պլանավորված է եղել, թե պարզապես չի ստացվել ձեզ մոտ։ Չի ստացվել։ Անդրադառնամ այն զարմանքին, որ ինչու տիկին Ալվարդի շրջապատը, բոլոր տղամարդիկ իրենց բարեկամներն էին, դա ոչ թե զարմանալի է, օրինաչափությունը, որովհետև ուրիշ շրջապատ չի եղել, ուրիշ տեղի հետ չի շփվել, բնականաբար տեղից պետք է ընտրեր, բայց երևի թե եթե ինքը ունենա այդքան վերլուծական, միտք, որ կարողանա մեր բոլորի ասածները մի քիչ վերլուծի, ընդհանրապես իրան հարկավոր է փոքրինչ ձգտումները բարձրացնել ու ձգտել դեպի ավելի բնազդային մակարդակից բարձր պահանջմունքների եւ ամեն ինչ նրա մոտ կստացվի։ 1000 ներողություն, մի բան պետք է ավելացնեմ, 1000 ներողություն շատ կարճ։ Հասկանում եք, այստեղ մարմնավաճառության ես կարծում եմ խնդիրը չի, որ անբարոյական է իրենց դարձնում, այլ մնացած կյանքի մնացած ոլորտներում անպատասխանատու վերաբերմունքը բացարձակ ամեն ինչին ու բոլորին։ Եվ անգամ նրա բնազդայինն էլ ինչ էլ լինի, բնազդայինը եթե անգամ նա դառնա մի օր Նոբելյան մրցանակակիր, միևնույն է նորմալ կանանց պետք է նորմալ տղամարդիկ, նորմալ տղամարդկանց նորմալ կանայք։ Դա չէ պրոբլեմը։ Նարե ջան, այսինքն երևի ես չեմ կարող տրամաբանոր եմ այդ նշաձողը կբարձրանա բնազդային մակարդակից, այն ժամանակ ինքը կհամարվի նորմալ կին։ Քրիստինեն շատ հաճախ ստում էր, պատմում էր այն ինչը որ իրան պետք է, որ ինքը պատմի, պարզապես ես չի ուզում միջամտեի ասել, որ դու ստում ես ու շատ ժամանակ նաև լռելն էլ է սուտ համարվում, այդ լռելով դա ստի մի ֆորմա է, երբ որ շատ հաճախ տվյալ դեպքում Քրիստինեն օգտվում էր այդ ֆորմայով, այսինքն երբ որ լռում էր, ինֆորմացիա էր թաքցնում, շատ կային այդպիսի հատվածներ, այդքանը։ Գալիկյան Նախ սկսեմ նրանից ես չեմ փորձի անդրադառնամ ինչ որ քանի տղամարդ ա եղել եւ ինչ եւ ոնց մեկը ինչքան էլ ասենք ինքը չի փոխվելու ինքը ունի իր կյանքի ուղին եւ եկեք չմոռանանք բոլորին եմ ասում որ այս մարդը ընդհանրապես շատ դառը կյանք ա ունեցել որին իր մայրը ընդհանրապես գցել ա բախտիկա մաճուկին եւ գնացի եւ տարիներ հետո եկել ա փորձում ա ձևանալ մայր եւ գիտեք ես եկել եմ իմ երեխեն պետք է իմ ասածով լինի այսինքն ինքը իր կյանքը իր ձևով ապրելու ինչ վերաբերվում է ես ոնց հասկացա մյուս հարցին ինքը անձնագիրն
է իր միակ խնդիրը, եւ այսօր նախքան պարզապես իհարկե ես ներողություն եմ խնդրում, ես մի քիչ կփորձեմ չհամաձայնվել, այսինքն մայրական իրավունքներից զրկել, չզրկելը չեմ կարծում, որ իրան ինչ որ բան կտա, համարեք զրկված է։ Իսկ անձնագիր ունենալու համար դուք նախ պետք է ունենաք ծննդյան վկայական։ Դուք նշեցիք, որ հիվանդանոցից ձեր մայրը պարզապես ձեզ փախցրել է, այսինքն որպես այդպեսին ես հասկանում եմ, որ ծննդյան վկայական չունեք։ Իսկ ինչ վերաբերում է, որ հիվանդանոցը նշում է, որ արխիվները վառվել է, այսօր դա դառել է հետաքրքիր մի լոզունգ, որտեղ դիմում ես մի հարցով, ասում ես, ես ինչ փաստաթուղթ, ասում եմ այրվեց։ Այրվել է, թող ինքը տա ձեզ տեղեկանք, որ արխիվները վառվել է եւ մնացած բոլոր փաստերի հետ համապատասխան, ինչպես նշեց իմ հարգարժան գոլեգան, կդիմեք իրենց գրասենյակ եւ իրենք ձեզ միանշանակ ես վստահ եմ կաջակցեն եւ ձեր ծննդյան փաստը հաստատելու վերաբերյալ դիմումով կհաստատեն փաստը, որից հետո նոր դիմեք ձեր անձնագիրը ստացեք, դա ինչ որ տենց լուրջ խնդիր, չեմ ասում հեշտ է, բայց ամենայն դեպս տենց էտաշճանի բարդություններ էլ չի։ Իսկ ձեր մայր կոչվածին պարզապես թողեք ինքն իր համար ապրի, չապրի, կզրկեք, չես զրկի, դա հարցի լուծում չի։ Ես ցանկանում եմ ինչպես մեր հերոսի համար, այնպես էլ մեր հեռուստադիտողների համար ասել, որ Հայաստանում գործում է ՀՀ անձնագրի մասին օրենքը, որի համապատասխան 13-րդ հոդվածը ասում է, թե ինչպես կարող են ստանալ քաղաքացիություն, որը անձը հաստատող փաստաթուղթը նույն անձնագիր ստանալը։ Եթե երեխաներից մեկը, տվյալ դեպքում այսօր Քրիստինեի մասին է խոսքը, ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վերջինս ապրում է շուրջ 3 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետություն, դա իրավական հիմք է, որպեսզի դիմել համապատասխան մարմին, տվյալ դեպքում ոստիկանություն եւ ստանալ օրինական ճանապարհով անձնագիր։ Շնորհակալ։ Կրիստինա ջան, դու շատ իրոք բարդ կյանք ես ունեցել, բայց բոլոր դեպքերում հետագա քո անելիքները դարձյալ քո ուսերի վրա են։ Այստեղ խորհուրդ տվեցին մայրիկին մոռանալ, ես կարծում եմ դա այդքան էլ ճիշտ չի։ Դու ունես մեծ ծանրություն, անելիք, դու էլ պետք է ընկնես ճիշտ ճանապարհին, մայրիկիդ էլ բեր, տար քո ետևից։ Խնդրում եմ ուղակի, որտեվ նա էլ ունի քո կարիքը, պարզապես չգիտեք, այնքան բան եք բաց թողել ձեր անցյալում, քո մանուկ տարիքից այնքան բան է բաց թողնված մայր դուստր հարաբերության մեջ, որ դա դու պիտի օգնես, որ լրացվի, շտկվի եւ համատեղ հավատացնում եմ քեզ ավելի հեշտ կլինի, թե քեզ, թե նրան։ Տիկին Աիդա, ես այնքան իդեալական կուզեի ձեր ցանկությունները կատարված լինեին, բայց երբ տիկինը ասում է, որ ամբողջ խնդիրները գալիս են նրանից, որ աղջիկը չի արել այնպես, որ ինչպես կամեցել է մայրիկը, ինչ հարթության վրա է քննարկումը, որ ինքը ուղղվի մայրիկին էլ իր հետ կարողանա տանել այդ ճանապարհով։ Կլինի հերոս ինքը։ Նրան էլ է պետք ուղղել, նա էլ է մոլորված։ Դուք չգիտեք ինչ կյանքով է ապրել Դուբայում նա, շատ բարդ մեծ սխալներ են արել, գիտեք երբ անում են սխալը սխալի վրա, դա դառնում է տասնապատիկ ծանր։ Բայց եթե մենք գիտակցում ենք սխալը ու փորձում ենք ճանապարհ գտնել դա լուծելու համար, այո, ես ես հետ կարող եմ Նա կօգնի, աղջիկը կօգնի։ Ես կուզեի գոնե մի քիչ կիսել ձեր կարծիքը, Տիկին Աիդա, լավատեսության առումով, բայց ցավոք թող ես մնամ այսքան վատատես ու հոռետես, որքան կամ։ Կրիստինա, անձնագրի հարցը գերվստահ եմ, որ դուք ժամանակ անց լուծված համարած կարող եք շարունակել ապրելը, բայց այ մնացած հարցերը ձեզ համար որևէ իրավաբանական կենտրոն, այդ թվում Լիվամանը, չի կարող անել։ Շարունակեք ձեր կյանքը, բայց գոնե արդեն կողմնորոշված ու մեկ տղամարդու հետ։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Եթե դուք էլ ունեք հարցեր, որոնց պատասխաններ եք փնտրում, եկեք դա անենք միասին։ Սպասում ենք ձեր արձագանքին։ Այսօր այսքանը, ցտեսություն։